Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, տևական դադարից հետո Modus Vivendi-ին վերադարձել է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Մենք երկար ժամանակ է ինչ չենք հանդիպել այս ֆորմատով, եւ ես կուզեմ ձեզ հետ քննարկենք առաջին հերթին Մինսկի խմբի լուծարման հարցը։ Սեպտեմբերի 1-ից այն այլևս լուծարված է, փաստացի չի գործում եւ հանրության շրջանում էլ այսպիսի մի կարծիք կա, որ դե միևնույն է ոչինչ էլ չէր անելու եւ եթե ունենք մենք լուրջ այլ հարցեր կարգավորելու համար, կարող ենք նոր կառույց ստեղծել։ Այս հայտարարությունները որքանով են իրականությանը համապատասխանում եւ ի վերջո Մինսկի խմբի լուծարումով Հայաստանին ինչ է մնում, ինչու՞մ է տուժում Հայաստանը։ Նախ ասեմ, որ Մինսկի խումբը ոչ միայն լուծարվել է, այլ նաև այն բոլոր, այսպես ասած, ժառանգություն ինչ որ ունեցել է, ասենք փաստաթղթեր, գնահատականներ, ձևակերպումներ եւ այլն, դրանք առ ոչինչ են ճանաչվել, դա կարևոր հարց է։ Իսկ այնտեղ հստակ գնահատականներ կար տրված Ադրբեջանի գործողություններին, բռնություններին, Հայաստանի շրջափակմանը, Արցախի նկատմամբ վայրագություններին եւ այլն։ Այդ ամբողջը չկա։ Այսինքն վաղը, եթե էլի ինչ որ մեզ մեղադրելու լինի Ադրբեջանի ինչ որ հարցով, ինքը իսկ մեզ մեղադրելու է։ Արդեն դատարանում այդ հայցերը կան եւ հաստատ այդ հայցերը մնալու են, անկախ թե ինքը ինչ է խոսում հիմա, մենք չենք կարող հակադարձել, որտեղ իրավական այս փաստաթղթերը չկա։ Ինչ որ նրանք ասում են պետք եղավ նորից ստեղծենք, այդ այդքան հեշտ չի։ Այսինքն դուք պատկերացնում եք, մենք ունենք Մինսկի խումբ 9 գումարած 2 ձևաչափով 9 կարևոր երկիր, որոնցից 3-ը հանդիսանում էին անվտանգության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Այս 3 երկրները այս իրավիճակում կողքի են գալու, ինչ որ մի խնդրի շուրջ բան են լուծելու, իհարկե ոչ։ Սա լրջագույն սխալ էր, որտեվ եթե ինչպես ոմանք ասում են, դե այսպես թե այնպես չէր գործում, կարևոր չի, դե կարևոր չէր, ինչ էր Ալիևը պնդում, որ դա լուծարվեր։ Դե մենա չի գործում, թող մնար, չէ, ուրեմն կարևոր է, որտեվ եթե դե յուրե այն գոյություն ունի, այն գոյություն ունի։ 100 տարի էլ անցներ այն գոյություն կունենար։ Բայց թեև Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը խոստացել էին, որ միայն այն պահին կդիմեն լուծարման համար, երբ որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ այլն, իրենք դիմեցին մինչեւ ստորագրելը, հերթական անգամ խաբեցին սեփական ժողովրդին։ Այն միակ ձևաչափը, որը հնարավորություն էր տալիս Արցախի հարցը քննարկելու, ըստ էության մենք այդ ձևաչափը չունենք այլևս, թե ինչ կլինի ապագայում, դա կտեսնենք արդեն։ Հետաքրքիր ինչն է, որ այս շրջանում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, մի երկիր, որը միակն էր թերևս, որը Հայաստանի որպես անկախ պետություն Հայաստանի չէր ճանաչել, թեև Հայաստանը շատ վաղուց ճանաչել էր Պակիստանի որպես անկախ պետություն։ Հետաքրքիր է ինչու հենց այս ժամանակահատվածում, ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Որովհետև սա ներկայացվում է իբր դիվանագիտական հաջողություն, որ տեսեք, եթե Պակիստանը մեզ ճանաչում է, չգիտեմ ինչի, ենթադրվում է, որ քաղաքականությունը պիտի փոխվի, բայց շատ կարճ տևեց այդպես ասած այդ ուրախությունը, որովհետև օրեր հետո բառացիորեն ճանաչումից Պակիստանը փակեց կամ վետո դրեց Հայաստանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Եվ սա նրա քաղաքականություն չի փոխելու, Պակիստանը մշտապես հակահայաստանյան քաղաքականություն է իրականացրել, զուտ կրոնական հենքի վրա, Պակիստանը ծայրահեղ հակաքրիստոնեական իսլամիստական երկիր է, որը շատ վտանգավոր է բոլոր երկրների համար, որտեղ նաև ունի ատոմային զենք։ Եվ ես լավ հիշում եմ, երբ որ Պակիստանը փաստեց իր ատոմային զենք ունենալը, ցույցերը Բաքվում եւ Անկարայում հատկապես, երբ որ այսպես ասած ատոմային զենքի մակետ էին սարքել եւ վրան գրած էր Islamic weapon, իսլամական
Այսինքն իրենց ընկալումը այդպեսին է, ոչ թե դա Պակիստանին է, այլ դա իսլամական աշխարհինն է, եւ Պակիստանը այդպես էլ գործում է։ Այս ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալու, որովհետեւ ճանաչված չի, դիվանագիտական հարաբերություն հաստատված են, հաստատված չեն, եթե Պակիստանը ուզում է այսպես ասած Հայաստանին վատություն անի, այս ճանաչումը որևէ բան չի խոչընդոտելու, պարզապես ինչ նշանակում թափես ճանաչում եւ դիվանագիտական հարաբերություններ։ Դու ճանաչում ես որպես իրավական միավոր, այսինքն նրա հետ կարաս իրավապայմանագրային հարաբերությունների մեջ մտնես, այդքան բան, ոչ ավել, այսինքն չկա այլ որևէ պարտավորություն, չգիտեմ, խաղաղության եւ այլն։ Այս բոլոր պատերազմները, երբ որ մենք նայում ենք վերջի շրջանում, որ ընթացել է, օրինակ Թուրքիայի ներխուժումը Սիրիա, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ նույն Պակիստան, Հնդկաստան բախումները իրար ճանաչած, իրար հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցած, հաճախ անգամ ավելի քան ջերմ հարաբերություններ ունեցած երկրների միջև են տեղի ունեցել։ Պատերազմները ընթանում են արժեքների շուրջ, տնտեսական շահերի շուրջ, գաղափարական հակասությունների պատճառով եւ այլն։ Հետևաբար նման, այսինքն բաները, դիվանագիտական առարկայությունները չեն կարող որևէ բան փոխել։ Պարոն Պապյան, Բրենդան Հենրիհենն էր Հայաստանում, ով ասաց, որ նախատեսում են մոտավորապես 140 միլիոն ներդրում կատարել TRIP Թրամփի ուղու այդ նախագծի վրա, որը մի դեպքում ադրբեջանցիների կողմից համարվում է Զանգեզուրյան միջանցք, մենք դե հրաժարվում ենք միջանցք ձևակերպումից, ասում ենք Թրամփի ուղի, իսկ Միացյալ Նահանգները ընդհանրապես Հայաստանը շփոթում է Ալբանիայի հետ, դեռ չգիտենք այդ ինչ է լինելու։ Ուզում են համոզեն, որ մենք ալբանացի ենք, բայց դեռ դիմադրում ենք մենք։ Այո, եւ ինչ դե հետաքրքիր, այս դեպքում երբ որ արդեն կա հետաքրքրվածություն, կարող ենք ենթադրել, որ այս Թրամփի ուղին ի վերջո ներդրումների հոսք է ապահովել Հայաստան, չնայած այն բոլոր սպառնալիքներին, որոնք առկա են։ Այդ 140 միլիոնը ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Դա ներդրում են այն միջանցքում կամ անցուղում եւ Ադրբեջանի համար կառուցում են ճանապարհ։ Մեզ ինչ դրանից։ Իրանք Երևան Արմավիր կամ Երևան Գյումրի ճանապարհը չեն կառուցում, որ մենք, ասենք, լավ ճանապարհով գնանք, կամ ասենք Ֆիալետովը Վանաձոր 22 կիլոմետր երկաթուղին են կառուցում, որ 100 կիլոմետրով կկրճատի դեպի Թիֆլիս երկաթուղին։ Իրենք կառուցում են Ադրբեջանի համար այդ ճանապարհը, որ Ադրբեջանը լավ գնա գա։ Մեր վրա են հաշիվանում։ Դա մեր հետ ընդհանրապես կապ չունի, այսինքն, դա Հայաստանի համար չէ այդ փողը, այդ փողը դա է, եւ վաղ եթե անգամ պարզվի, որ այդ փողը Ադրբեջանն է տվել, երրորդ ու չորրորդ երկրների մեջ, որտեղ Ադրբեջանը շատ է նման բաներ անում, ես չեմ զարմանա, բայց թե անգամ ամերիկյան փողը տվյալ դեպքում այն ներդրումները, ինչ պիտի արվի Զանգեզուրյան միջանցքում, մեր համար չեն։ Ուզում է 10 միլիարդ դրվի, այնտեղ դրվում է Ադրբեջանի համար։ Մենք չենք կարող, ես ու դու չենք կարող նստենք մեքենան եւ գնանք այդ ճանապարհով անցնենք։ Մեզ չեն էլ թողի մտնենք այդտեղ։ Հետևաբար սա արդեն ցույց է տալու, որ դա միջանցք է։ Դա անգամ ես կասեի էքստերիտորիալ միջանցք է։ Այսինքն եթե Հայաստանի քաղաքացին Հայաստանի տարածքում ինչ որ մի չափ կա, տեղ կա, որտեղ ինքը մուտք չունի, ուրեմն դա այլևս Հայաստան չի, որտեղ սահմանադրորեն Հայաստանի քաղաքացին ազատ Հայաստանի տարածքով շրջելու հնարավորություն ունի։ Եթե չեն կարող, ուրեմն դա Հայաստան չի։ Նաև անդրադառնանք համաշխարհային, մամուլում տարածված տեղեկություններին եւ իրադարձություններին, մասնավորապես Իսրայելի հարվածին Քաթարին, Այսա ինչով էր պայմանավորված եւ թե վարչապետի կողմից այսպես կոշտ արձագանք եղավ, բայց պատասխանը կարծես չենք տեսնում, պատասխան հարված լինելու է, չի լինելու, թե իրենք շարունակելու են իրենց միջնորդի առաքելությունը ու որևէ ձևով Իսրայելին չեն հարված տալու։ Իսրայելը ի տարբերություն Հայաստանին ինքը կանխում է հնարավոր վտանգների զարգացումը, ինչպես մի ոստիկանապետ Հայաստանում էր ասում, խեղդում են բնի մեջ։ Քանի որ Համասի ղեկավարությունը ապրում է Կատարում, շքեղը ապրում, լավ ապրում, ինքը շրջափակման մեջ չի, ինքը գնդակոծության տակ չի, իրան ապահով ազգում Դոհայում, իրենք խփեցին Դոհայում, ըստ որոշ աղբյուրների բավականին Համասի ղեկավարությանն է զոհվել, ըստ այլ աղբյուրների չեն զոհվել, որովհետև թուրքերը նախապես զգուշացրել են եւ այլն, չգիտենք, բայց Իսրայելը ասում է
նայեք, անկախ ամեն ինչից, այս մարդիկ չեն ընդունում Իսրայելի գոյությունը, ասում են Իսրայելը ոչնչացնենք։ Ես էլ իրանց եմ ոչնչացնում։ Այստեղ պետք է մի բան հստակ հասկանանք, որ Կատարում ամերիկացիներ ունեն ռազմաբազա եւ իրենք են ապահովում Կատարի անվտանգությունը։ Այդ թվում նաեւ հակաօթային, հակարտիռային պաշտպանությունը եւ այլն։ Սա նշանակում է իրենց առնվազն լռելյան համաձայնությունն ա եղել, որովհետեւ առանց ամերիկացիների թույլտվության, այսինքն առանց այդ հակաօթային պաշտպանության թույլտվության իսրայելական օդանավերը չեն կարող մոտենալ Կատարի վրա։ Դրա համար այդ համաձայնությունն եղել է, որ Թրամփը որ բաներ ասեց մի քիչ, որի փրտը լավ չի, այդքան էլ լավ չի, բայց նպատակը Համասին գլխատելն է։ Հեզբոլլահը ջախջախված է այդ իրանական պատերազմի հետևանքով եւ Հեզբոլլահը գիտենք ավելի այսպես շիաներն են եւ պրոիրանական ուժերն են, Համասը ավելի սուննիներ եւ այլն։ Հիմա էլ նրանց են ջախջախում, դա է իրականացնում եւ Իսրայելը երբևէ կանգ չի առնում որևէ բանի արժև իր անվտանգությունը ապահովելու, ինչպես իրենք հաճախ են վկայակոչում Գոլդա Մեյերին, իրենց վարչապետներից մեկին, որ ավելի լավ է մենք բողոքի նոտաներ ստանանք, քան ցավակցական հեռագրեր։ Իրենք այդպես էլ շարժում են, ասում են թող բողոքեն, թող ասեն բանը, որտեվ երբ որ ասում են մեզ կոտորում էին, օրինակ հոկտեմբեր 7-ին արձակվել էին մեր վրա նույն Գազայից, ոչ ոք չէր մեզ պաշտպանում ու դատապարտում։ Հիմա Գազայում մենք կջախջախենք, կոտորենք, անգամ ոմանք ասում են ցեղասպանություն, դա էլ կանենք, որս իրենք հաջորդ անգամ ոնց որ ասած մինչև հարձակվելը մի քանի անգամ մտածեն նոր այդ քայլին դիմեն։ Իսկ Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից ինչ ունենք, պարոն Պապյան, եթե չեմ սխալվում, այս փուլում դադարե կարծես բանակցություններ չեն ընթանում եւ փոխարենը սրվել են Ռուսաստան-Լեհաստան հարաբերությունները։ Այ ինչ կասեք այս մասով։ Ակնհայտ է, որ այս պատերազմը թևակողում է նոր փուլ, հենց ձեր ասած ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումով եւ կարծում եմ սա Պուտինը արեց, որպեսզի հասկանա, թե ՆԱՏՕ-ն ինչի է պատրաստ։ Եվ պիտի ասեմ, որ ըստ էության ՆԱՏՕ-ն խայտառակ եղավ այն առումով, որ իսկույն ընդունեցին Ռուսաստանի արդարացումը, որ դա գիտեք նպատակային չի եղել, պատահական ա եղել եւ այլն եւ այլն, որովհետեւ դա ոնց որ ասած ՆԱՏՕ-ին ձեռ է տալիս նման մեկնաբանությունը։ Հակառակ դեպքում հիմա իրանք 4-րդ հոդվածով Վաշինգտոնի 1940 թվականի պայմանագրի հիման վրա քննարկեցին, կոնսուլտացիաներ արեցին։ Հակառակ դեպքում 5-րդ հոդվածով պիտի քննարկեն, այն է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա, հարձակումը բոլորի վրա եւ դի համապատասխան արձագանք լիներ, բայց խնդիրը ակնհայտ է, որ պատերազմը շարունակվելու է, պատերազմը ընդլայնվելու է, Պուտինը չունի հնարավորություն պատերազմը դադարեցնելու, որովհետև խնդիրները առաջանում, այսինքն ինքը որ դադարեցնի են նպատակը, որը դրել էր եւ այն հենքը, որ ասում է, որի հիման վրա ես պատրաստ եմ խաղաղություն ստորագրելու, այն է ստեյցան ինչ որ գրավել է դա Ռուսաստանին, նա մնում դեռ մի բան է լավել, այսինքն որտեվ տարբեր մարզերի 70, 80, 60%-ն է գրավել, մնացած մասներն էլ գրավում եւ այլ պահանջներ, այսինքն մի պահանջադնում, որը ոչ արևմուտքը, ոչ Ուկրաինան, հատկապես Ուկրաինան չի ընդունի։ Առավել եւս Ուկրաինան հիմա շատ ուժեղ ռազմական արդյունաբերություն է զարգացրել։ Ֆլամինգո կոչեցյալ հրթիռները, բալիստիկ հրթիռները, որոնք մինչև 3000 մետր կարող են խփել, իրենք սկսել են դրա արտադրությունը եւ ես կարծում եմ ձմռան շեմին, հիմա չէ, բայց երևի նոյեմբերի մեջ ուկրաինացիները դրանով կհարվածեն մի քանի գազային հաբերի, այսինքն Ռուսաստանում Մոսկվայի մոտ, Պետերբուրգի մոտ կան, այսպես ասենք, գազի խողովակների խաչմերուկներ, որտեղ կուտակումներ ատեն, որոնք գազ են տալիս քաղաքներին, ջեռուցում եւ այլն։ Հիմա իրանք չեն խփում, որովհետեւ դեռևս ցուրտ չի։ Այսինքն երբ որ լավ կցրտի, այդ ժամանակ կզրկեն
եւ Սանկտ Պետերբուրգը եւ Լենինգրադը գազի մատակարարում իրանք կհայտնվեն այն վիճակի մեջ ինչ որ մենք 90-ականներն են հիշում եք երբ որ մեր գազը փակում էին ու չեք հիշի ջալեք ես հիշում եմ բանը որ գազը չկար մենք արտգործնախարարությունում այսինքն մեր մի երկու հատ 5 լապտոպ ունեինք նվեր էին տվել այսինքն այնքան ցուրտ էր որ էկրանը սառում էր եւ կոմպյուտերները փչանում էին այդ վիճակի մասներ խոսքը ոչ թե ցուրտեր մրսում ենք օրինակ տեխնիկան էր փչանում այդ վիճակներ հիմա ճիշտ այդ վիճակը չի լինի Ռուսաստան բայց շատ կծանրանա այսինքն մի կողմից ունենք անհաշտելի դիրքորոշում Պուտինի մյուս կողմից ունենք ռազմական արտոնաբերության զարգացում Ուկրաինայի մենք մի երկու հաղորդում չարեցինք որտեվ ես Հայաստանում չէի ես Լեհաստանում էի եւ այնտեղ ես նաեւ մասնակցեցի ներկա գտնվեցի աշխարհի ամենամեծ ռազմական կամ զինամթերքի ցուցադրությանը նույն փակ ցուցադրություններ բայց որպես ավիրախ բաներ բանը տարգեկել չէ կոչեցյալին որի ինչ ասեմ դե ամենաշատը լեհական ընկերություններն էին ներկայացված եւ երկրորդը ուկրաինական ընկերություններն են եւ ինչ որ ես տեսա իմ աչքով ուկրաինացիք արդեն ինչ են արտադրում եւ ինչ են պատրաստ աշխարհին վաճառելու շատ են առաջ գնացել ճիշտ է թանկ գնով ցա տեղի ունեցավ իրենց համար բայց իրենք ստիպված եւ իրենց հետ շատերի հետ եմ խոսած շատերին ճանաչում եմ այդ ղեկավարներից իրենք ասում են նայեք պատերազմը ստիպեց որ մեր բյուրոկրատիան ուրիշ ձև աշխատի Առաջ մինչև մի հատ թուղթ էինք համաձայնեցնում ամիսներ էր տևում։ Հիմա դա չկա, քանի որ պատերազմը օրերի ընթացքում, այսինքն հաճախ անգամ առանց այդ թղթաբանության հնարավորություն են տալիս զարգացնելու նոր զինտեխնիկա, ի տարբերություն ցավոք սրտի մեզ, որ մենք 30 տարի լինելով պատերազմի մեջ, լավ իմանալով չէ որ խաղաղություն չկար զինադադարել, նաև լավ իմանալով որ պատերազմը անխուսափելի է Ալիև ազնվորեն ասում էր, որ ինքը զենքով հետաբերելու եւ այլն, մենք դա չարեցինք։ Ուկրաինացիները բավականին զարգացել են, հետեւաբար նաեւ տրամադրությունն է իրանց փոխվել։ Այսինքն ես չտեսա մի որևէ ուկրաինացու, սա միջինից բարձր զինվորական, ռազմական, քաղաքական թևներ, որոնք պատրաստ են զիջումներով գնալ խաղաղության։ Իրենք ասում են մեր երկիրն է, մենք պետք է պայքարենք, մենք պետք է ազատագրենք, ինչի, ասենք նույն սովետական միության համար, որը մեր երկիրը չէր, մենք միլիոնավոր զոհեր ենք պատրաստ եղել եւ տվել ենք, իսկ ինչի 100,000-ներ չպիտանք մեր երկրի համար։ Իրենք այսինքն դեռ չեն հոգնել, դեռևս կռվում են, պայքարում են, հատկապես նաեւ ակնհայտ է, որ եւ այդտեղ էլ ներկայացված էին տարբեր երկրների են հսկայա գումար աջակցությունը որ ունեն տեսեք այսօր շատ երկրներ իրենք պատրաստ են վճարել ուկրաինական ընկերություններին զենք արտադրելու համար եւ Ուկրաին տալու համար կամ պատրաստ են վճարելու ասենք արևելաեվրոպական ընկերություններին ռազմական այսօր Լեհաստանում ես դա ոնց որ ասած առաջին աղբյուրից գիտեմ գործարաններ կան ռազմական, որ 24 ժամ են աշխատում, 3 հերթափոխ են աշխատում, չեն ասելում։ Ասածս որ նա որ եթե նման ընթացք է գնում, անզիջում եւ նաեւ հերանեկարային զենքի կուտակման, այնպես որ այս պատերազմը դեռ շարունակվելու է, մյուս կողմից եթե պատերազմը ավարտվի, լրջագույն խնդիրներ են լինելու Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի ներսում, դրա համար մենք չպետք է նստենք սպասենք, այլ մենք պիտի պատրաստենք այն վիճակին, երբ որ այդ պատերազմը ավարտվի, թե ինչ կարող է լինի մեր տարածաշրջանում։ Խաղաղության մասին խոսեցիք, պարոն Պապյան, ես հիշեցի, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը ժամկետներ էր ասել, թե երբ պետք է ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ըստ երևույթին դա լինելու է 26 թվականի սկիզբը կամ առաջին կեսի, եթե չեմ սխալվում,
Ինչով է պայմանավորված այս տեսակ հայտարարությունը հենց Թուրքիայի կողմից, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ժամկետ չեն նշում, բայց Թուրքիայի արտգործնախարարը ասում է, այսին ժամկետում կստորագրվի, մենք էլ դրանից հետո արդեն մեր անելիքները կանենք։ Ըստ էս սա ինչով է պայմանավորված։ Սա կարծում եմ պայմանավորված է հայաստանյան ընտրություններով, որովհետև Նիկոլ Փաշինյանը որևէ հաջողություն տնտեսական, կոռուպցիա դեմ պայքարի եւ այլ ոլորտներում չունի, խոստումներ է ունեցել։ Միակ բանը, որ ինքը պիտի ծախի ժողովրդի վրա, դա այնն է, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Հիմա որ ստիպել եմ խաղաղություն, գոնե պիտի ինչ-որ մի հատ խաղաղության փաստաթուղթ ստորագրի, որտեղ են բոլոր ջանքերը այս նախաստորագրված փաստաթուղթը ներկայացնել, որ խաղաղություն հաստատվի, ժողովուրդը այդ գուտը չկերա, որտեղ ասում է դա ինչ-որ նախաստորագրված ցանկությունների բան է, որովհետեւ փաստաթուղթը կնքվի, կնքել այդ միայն ստորագրել չի, կնքել դա գործընթաց է, նախաստորագրել, ստորագրել, սահմանադրական դատարանի եզրակացություն, խորհրդարանների հավանություն, վավերացում եւ այլն, եւ սա ինչքան կտևի, ոչ ոք չգիտի եւ ցանկացած պահի, օրինակ նույն Ադրբեջանը կարող է այդ գործընթացը ընդհատի։ Ես կարծում եմ նաեւ այս հայտարարության Թուրքիան Ադրբեջանն է դնում որոշակի պարտավորության տակ։ Հիմա կա լարվածություն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եւ այն աստիճան լարվածություն, որ գոնե մի քանի օր առաջ ասում էին փակ նամակ է գնացել Էրդողանից Ալիևին եւ պահանջներից մեկը նա է, որ պիտի տրանզիտի տարանցման համար ավելի շատ բաժին թողեն Թուրքիային։ Հիմա 30% է, թուրքերը ուզում են մինչև 60%, այսինքն 2/3-ը։ Բայց դա նրա ասում են դա մեր կորուստների գինն է։ Մենք քեզ աջակցել ենք, այսինքն մենք ծառայություն ենք մատուցել, դու պիտի վճարես։ Եվ դու խոստացել ես, որ պիտի վճարես։ Հիմա վճարի, ասենք գազով, վճարի, չգիտեմ, նավթով եւ այլն։ Ի վերջո չպիտի մոռանանք, որ վարձկաններին Թուրքիան է տարել Սիրիայից իր տարածքով Ղարաբաղ, 1000-ից ավել Թուրքիայի հատուկ ջոկատային մասնակցել Թուրքիայի թուրք ամբողջ ղեկավար կազմը եղել է թուրքական, այդ գեներալների անուններն են հայտնի, ովքեր են ղեկավարել, այսինքն դա թուրքական գործողություն էր համեմված վարձկանների, Պակիստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ գումարած դե բնականաբար Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանին հետախուզական տվյալներ տրամադրելով եւ այստեղ զսպելով, բայց ամեն դեպքում հիմա երկուսին էլ բանը Ալիևը գցեց, ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային իր խոստումը չի կատարում, դրա համար նաեւ Ֆիդանես հայտարարությունը որոշակի պարտավորություն է դնում վրան, բայց միևնույն է, սրանք լուրջ չեն խորանալու, տեսեք ամսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց հռչակագիր եւ այլն, արդեն ամսի կարծեմ 22-ին հիմնարկեք արեցին թուրքերը Նախիջևանից Իգդիր եւ Իգդիրով կարծ երկաթուղու կառուցման։ Սա նշանակում այն ընդհանուր քաղաքականությունը, որ Հայաստանին մեկուսացված պահեն, թույլ չտան, որ Հայաստանով ինչպես հայերն էին ասում, որ մենք հարստանանք, հետո տեսնենք, ուժեղանանք, հետո չեն թողել որ դու ուժեղանաս հարստանանք։ Կա երկաթուղի Երասխ Գյումրի կարս, դա իրենք չեն օգտագործի, դրան զուգահեռ ծախսելով 2.5 միլիարդ դոլար կկառուցեն այլ ճանապարհ, որ տեսեք, եթե իրենք պատրաստ են նման գներ վճարելու, նշանակում է իրենք լուրջ հակասության մեջ են Հայաստանի հետ։ Ավելին ասեմ ձեզ, այս գովական Նիկոլ Փաշինյանի գովական ճանապարհը 863 կիլոմետր է երկաթուղին լինելու, այսինքն Բաքու, Հորադիս, Մեղրի, Նախիջևան, Իգդիր, Կարս 863 Եթե իսկապես նպատակը ներտնտեսական ինչ-որ շահ ունենալու, կա շատ ավելի կարճ ճանապարհ, մոտավորապես 150 կիլոմետր կա, 718 կիլոմետր, սա 860-718, դա Բաքու, Կազախ, կամ Ղազախ, Իջևան, Դիլիջան, Ֆիալետովը, Վանաձոր
Գյումրի կարս, այնտեղ պետքա 22 կիլոմետր երկաթուղի կառուցել եւ այդ դեպքում այդ ճանապարհով, այսինքն Իջևան, Վանաձոր, Գյումրի ճանապարհով 718 է կազմում, բայց այդ դեպքում իրենք Հայաստանի միջով շատ ավելի երկար պիտի անցնեն, չէ՞։ Հայերի համար լավ պիտի լինի եւ իրենք էլ կախվածության մեջ լինեն։ Հիմա հարց, արդյոք իրանք ուզում են խաղաղություն։ Իհարկե չեն ուզում, որովհետեւ եթե իրանք ուզենային խաղաղություն, իրենք չպետք է մտահոգվեին, որ այսինքն Հայաստանով կանցնի իրանք բեռները, թե Թուրքիայով։ Խաղաղության մեջ են ինչ տարբերություն, ամեն ինչ լավ է։ Ինչ որ հայերն են իմ ամեն ինչ ուզում ներկայացնեն, որ խաղաղություն չէ։ Իրենք լավ են հասկանում, որ իրանք պատրաստ են ավել վճարելու, ավելի թանկ վճարելու, բայց լինել Հայաստանից անկախ։ Հետևաբար սա ցույց է տալիս, այսինքն եթե պատրաստ են ավել ծախսելու, սա ցույց է տալիս, որ որևէ դրական զարգացումներ չենք սպասում։ Ֆիդանը կարող է մյուս տարի էլ ասի, գիտեք, կներեք, իրավիճակ փոխվեց, մեր վրա մի հատ շարք անեն, կասեն հայերն են մեղավորը կամ պահանջ կդնեն, կասեն, որ օրինակ պիտի բան անեք Երևանում, կառուցեք ադրբեջանցի եւ թուրք անմեղ զոհերի հիշատակի հուշարձան, որ հայերը սպանել են եւ այլն, հնչում է չէ բարբերաբար նման պահանջներ։ Իսկ փորձը ցույց տալիս այն ինչ որ թեկուզ է ոչ պաշտոնական հնչեցվում է մի քանի անգամ, հետո մեկը լոկ դառնում, ասենք իշխանության պահանջը։ Այսինքն դա փորձարկում են, դա էլ դրա համար ես այդքան լավատես չեմ այն առումով որ դա կստորագրվի մեկ, դա կստորագրվի, ամենայն ասեմ, ես ամասին ասել եմ, այո, այդ կստորագրվի, բայց փաստաթուղթը չի կնքվի, այն ուժի մեջ չի մտնի։ Կստորագրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վրա ծախի խաղաղության բառը, գաղափարը վերընտրվի, որտեղ Նիկոլը իրանք շատ են ուզում։ Դա երազանք է, դա ասել են, դա ոսկե ձկնիկն է իրենց, որտեղ ինչ ասում են, իրականություն է դառնում, իսկ հետո փաստաթուղթ ուժի մեջ չի մտնի, որտեղ ինչ որ մի փուլում, ամենայն հավանականությամբ խորհրդարանական հավանության փուլում, այն չի վավերացվի, ասեն դե մեր մոտ դեմոկրատիա, ինչ անենք, բանը, ժողովրդի ընտրյալները դեմ են, չի վավերացվում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր հայտարարում էր, որ եթե մենք պատին կախում ենք մի պատկեր, որը հարևանի մոտ էմոցիա է առաջացնում, ապա պետք է այդ հանենք եւ դա վերաբերում էր Արարատ լեռան պատկերին։ Դուք ինչ եք կարծում ես զիջումները, որ մենք անում ենք, չենք հասկանում, որ ի վերջո դրանով էլ խաղաղություն չլիներ, որտեվ ի վերջո Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ եթե ստորագրենք էլ պայմանագիրը, էլի երաշխիք չկա, որ խաղաղություն կլինի, բա այս դեպքում այս տեսակ զիջումները ինչին են տանելու, ինչին են միտված։ Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ դիվանագիտության հիմնական սկզբունքներից մեկը փոխադարձությունն է։ Եթե մենք իրականացնում ենք նման քաղաքականություն, որ մեր հարևաններին բացասական զգացումներ չառաջացնենք իրենց մեջ, նույնն իրենք պիտի անեն։ Օրինակի համար Էրդողանը չպետք է կանգնի եւ ասի, որ Էնվեր Փաշայի ոգին է թևածում բոլորիս վրա, կամ որ մենք Էնվեր Փաշայի գործը ավարտին պիտի հասցնենք, սա ամենաբարձր մակարդակով ասվում, սա ինչ-որ կուսակցական, վերլուծական կենտրոնները չեն, սա պետության գործադիր իշխանությունն է, մարդիկ ասում են, սիրելի տիկին Էրդողանի, ինքն է ասում, գերիներին չանձնեք, հատ կտակ, որովհետեւ շատ բան փոքեք, չէ՞, այդ ամբողջը կա, այսինքն, չէ, սա ինչ ասեմ, միամիտ կամ մանկամիտ մոտեցում է, որ կարելի է գցնելով, սիրաշահելով թուրքերից խաղաղություն մուրան, ոչ, խաղաղությունը ռազմա քաղաքական հավասարակշռության հաստատումով է։ Կարող եք Հայաստանի ռազմա քաղաքական եւ հետեւաբար տնտեսական զարգացումն պես անեք, որ թշնամին երկու անգամ մտածի նոր հարցակի վրա, չէ, չեք կարող, գնացեք, մենք կգանք, դա կարող ենք, մենք կանենք։ Մի ասեք, դուք ստեղծում եք, ինչ ասեմ, ապիկարության իրավիճակ, հետո ձեր այս ապիկարությունը, ձեր ոչինչ չկարողանալը հիմք եք սարքում պետության, ասեք, դե ինչ անենք, ուրիշ բան չենք, ոնց ինչ անենք։ Ես եմ ասում եմ, ես եմ տեսել զինատեսակները, որ $300 միլիոն կարելի է այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, որ
այնպեսի պատասխան տալ Ադրբեջանն էլ եւ Թուրքիային էլ, որ 10 անգամ կմտածի արձակվի թե չէ։ Երբ որ ասում են դե մենք դեմոգրաֆիկ առումով եւ ինչ դեմոգրաֆիկ առումով, ես վերջերս նայում էի հարավկորեական ինքնագնաց հրետանին, որ ընդհանրապես 5 հոգով է դա աշխատում, իրանց ոտ մի հոգի է դա անում այդ ամբողջը, ուրեմն 5 անգամ քիչ է աշխատում եւ ամեն ինչ շատ իր արագությամբ, վերալիցքավորման արագությամբ գերազանցում է շատ ավելի մի քանի անգամ ռուսական զենքերին, այսինքն նման մի զենքը, ասենք 5 անգամ քիչ մարդու կարիք ունես եւ 5 անգամ ավելի արագ է աշխատում, այսինքն փոխանակ նման բաների վրա լինեն, իրենք գիտեք, ես հասկանում եմ իրենց նպատակը վերարտադրվելն է եւ ժողովուրդը ցավոք սրտի իր ասֆալտը, իր Բաքում կառուցած մանկական այդ ճոճաթոռները ավելի է գնահատում, քան անվտանգության զգացողությունը։ Մենք քանի միլիոն կամ քանի միլիարդ դոլարի ներդրում ենք արել էինք Արցախում, ճանապարհներ էին կառուցել, մանկապարտեզներ էին կառուցել, դպրոցներ, ամբողջը մնաց թշնամուն։ Եվ եթե դու այսօր քո անվտանգության հարցը չլուծես, այս ամբողջը դառնալու է էլի թշնամու կամ հրոճարակ կամ թշնամու բաժին։ Եվ սա վերացական խոսակցություններ չեն, որովհետև երբ որ հետևում ես եւ ադրբեջանական, եւ թուրքական, եւ այդ հասարակական քննարկումները, հասկանում եք, ատելության այն չափը, նման ատելություն նացիստական Գերմանիայում անգամ հрьяաների նկատմամբ չկա։ Ես լսում ես վերջերս, գիտեք, հայտնի լրագրող կա Վենեդիկտով, մարդը ասում է, ես մի հատ փոքր հաղորդագրություն էի գրել, որ Խանկենդիում փակագծերի մեջ նախկին Ստեփանակերտ, այս ինչ բանն է տեղի ունեցել։ Ասում եմ, ես գլեմ Խանկենդի, եւ գլեմ նախկին Ստեփանակերտ։ Ասում եմ, դուք չեք պատկերացնի ատելության ինչ հեղեղին վրա լցեցին ադրբեջանցիները, որ դու ինչ իրավունք ունես հիշատակում Ստեփանակերտ անունը։ Ես ասում եմ, լսեք, դա պատմության մաս է։ Ես գլեմ նախկին Ստեփան։ Հասկանալ, սա մի բան է, որը մենք երբեք չէինք անդրադառնա, չէ՞։ Այսինքն, եթե օրինակ մեր տեսանկյունով լի, ասենք, եթե գրեին Ստեփանակերտ, չգիտեմ, ըստ Ադրբեջանի Խանկենդի, մենք սովորական կամարենք, որտեղ դա իրական չէ։ Այս ատելության չափը որ կա, սա անպայմանորեն հանգեցնելու է պատերազմի եւ ամենավատը նա է, որ մենք չենք տեսնում իրենց հասարակության ներսում, օրինակ Թուրքիայում մի քանիսը կան, որոշ մտավորականություն կա։ Մենք Ադրբեջանում չենք տեսնում որևէ անգամ փոքր խմբավորում, որոնք փորձեն ինչ որ լեզու գտնելու բան։ Մի թալիշ երիտասարդ կար, կարծեմ Աբիլով էր ազգանունը, որը մի ինչ որ ապրում էր Մինսկում էր գրել, որ պետքա խաղաղությամբ ապրենք եւ այլն, հետո եկավ տատու թաղմանը, թե արսանիք եկավ, բռնին եւ դավաճանության մեծ մեղա դու ինչ համարցակությամբ ես գրում հայերի հետ խաղաղության ապրելու մասին։ Այս մարդն ասում է եւ բանից իր դատը տեղի ունեցավ բանից հետո օգոստոս 8-ից հետո։ Ասում է, բայց ոնց որ թե խաղաղություն եք ուզում, ես էլ եմ այդ ուզում։ Դատում են սա արդեն նշանակում որ խաղաղություն չեն ուզում։ Խաղաղություն չեն ուզում։ Գիտեք, առիթ ունեցել եմ ասելու նորից կրկնեմ։ Պատրանքային անվտանգությունն ավելի վատ է, քան անվտանգության բացակայությունը։ Գիտեք, ասենք երբ որ դու գիտակցում ես այդ վտանգի չափը, որ այդ պատրանքին չես տրվում, որ դու իբր անվտանգ ես, ուզած ինչ որ մի բան սկսում ես մտածել, անել, գործել, ինչ որ մի բան անել։ Իսկ երբ որ տրվում ես ինքնախապեյության, իսկ իշխանություն ամեն ինչ անում է որ ժողովուրդը այդ թմբերի ինքնախապեյության մեջ լինի, որ գիտեք խաղաղություն առնելու, լավ առնելու, մտածում են, տեսեք, այն ձեր բերած օրինակը, մտածում են դիմացինի զգացումների մասին։ Դու պատին, ուրեմն դու քո տան մեջ պատին նկար ես կախում, պետք է մտածես թե հարևանը տիրան ոնց է ասում։ Եվ հարևանները իր տան պատին է կախում հազար ու մի բան, այսինքն այս նման բան չկա, հասկանում եք, աշխարհի անգամ սսան տարիներին, երբ որ Հայաստանը մաս էր սովետական միության եւ դե յուրե դա օկուպացիա էր, մենք ավելի ներքին ինքնավարություն ունենք Մոսկվայից, քան այսօր Բաքվից ու Անկարայից։ Մոսկվան որոշեր ճիշտ այնտեղ ասում են ներիկամինդուից SS բանը,
բայց գոնե 60-70-ական թվականներին ինչ որ տպվում էր, նկարահանվում էր, գրվում էր, ուսումնասիրվում էր, բան այդ առումով մենք բավականին բան էինք, ինքնուրույն էինք։ Այսօր ստացվում է, որ ավելի ու ավելի եւ այս Արարատ լեռան դեմ պայքարը վերջը գալու է որ խորհրդ Արարատ Մուրզան դու անունը փոխի, որովհետեւ սենց որ գնաց ուրիշ շարժ չկա։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումն էր, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։